Իդեպ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած մեր քաղաքը դաշինքի անդամ Կարեն Բադալյանը Գյումրու ավականու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, ապա հետ վերցրել դիմումը նշելով, որ դուրս է գալիս մեր քաղաքը խմբակցությունից։ Դաշինքը նշում է, որ Բադալյանի նման որոշման վրա ազդել են ՔՊԱ-ականները, փորձելով մանդատագողություն անել եւ տիրանալ քաղաքապետի աթոռին, թեև կասկածներ են, բայց միանգամայն հիմնավոր։ Մանդատագողությունը ՔՊ-ի մոտ քանիցս ստացվել է մի շարք համայնքներում եւ չընտրվելով հանդերձ կարողացել են տիրանալ համայնքապետի աթոռին։ Ինչպես օրինակ Երևանում ժողովրդի ձայնին չարժանացած ՔՊ-ն կոալիցիա կազմեց Հանրապետություն կուսակցության հետ, ստացավ հանրային ձայնի աջակցությունը եւ քաղաքապետ նշանակվեց Տիգրան Ավինյանը։ Վանաձորում ՔՊ-ն պարտությունից հետո քրեական գործ հարուցեց եւ կալանավորեց հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանին քաղաքապետ նշանակելով իր թիմակցին։ Ալավերդիում մեկ ավականու անդամի տիրացան ապրելու երկիր խմբակցությունից եւ բռնությամբ ձեռք բերեցին համայնքապետի աթոռը։ Նմանատիպ գործողությունների դիմեցին նաեւ Թալինում, Բեդիում, Անիում եւ այլ համայնքներում։ Ցավոք չընտրվելու, բայց քաղաքապետ ունենալու գործելավոճը ՔՊ-ին բավականին հարազատ է, ինչն ապացուցում են փաստերը։